Պատկերացրեք այս վերնագիրը ընտրություններից առաջ։ Վարչապետը Մարսելում շքեղ առանձնատուն է գնել 3,1 միլիոն եվրոյով։ Ոչ թե իր աշխատավարձով, ասում էր պատմությունը, այլ Հայաստանի համար նախատեսված արտաքին օգնության հաշվին։ Արտահոսած նյութերի համաձայն սա պատահական բամբասանք չէր։ Սա ավելի լայն Երևան առաջինը նախագծի ներսում նշված մեդիա գործերից մեկն էր։ Նախ պատմությունը հայտնվեց ֆրանսիական տեսք ունեցող կայքում։ Այդպես լուրը կարծես դարձավ ոչ թե տեղական խոսակցություն, այլ արտասահմանյան հետաքննություն։ Հետո այն վերցրին հայկական էջերն ու սոցցանցային հաշիվները։ Մեղադրանքը պարզ էր, թանկ և հեշտ կրկնվող։ Տուն Ֆրանսիայում 3,1 միլիոն եվրո, իբր օգնության գումարներից։ Փաստերի ստուգողները հետո պարզեցին, որ պատմությունը ապացույցների վրա հիմնված չէր։ Civilnet-ը գրեց, որ առանձնատունը իրական սեփականատերեր ունի, իսկ FIP-ը ստուգեց պնդումը և այն որակեց կեղծ։ Բայց վնասը հենց դրա համար էր նախատեսված։ Մեթոդը պարզ էր՝ նետել մեկ աղմկոտ պատմություն, տարածել այլ էջերով, ստիպել մարդկանց վիճել և պաշտոնյաներին հերքել։ Քաղաքական նպատակը միայն մեկ կեղծ գնում ապացուցելը չէր, նպատակը մարդկանց հասցնելն էր մի մտքի՝ բոլորն էլ նույնն են։ Ընտրություններից առաջ այդ նախադասությունը